Երկրի վրա քայլող քաջարիուցները և երկնքում սավառնող հերոսարծիվները։ Հեղինակ՝ Մատինա Մարինե Մանուկյան։ Դավիթ Ռազմիկի Հայրապետյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս, ծնվել է 1997 թվականի մայիսի 18-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում։ 4 երեխա էին՝ մի քույր, 3 եղբայր։ Ինքը փոքրն էր, եղել է շատ համեստ ու հանգիստ երեխա, քրոջից ու եղբայրներից տարբերվող, շիկահեր, կապուտաչյա։ Քրոջ Դիանայի խոսքերով այնքան խելոք էր, որ երբեմն նույնիսկ չէի նկատում, որ տանը երեխա կա։ Երբեք արկածային երեխա չի եղել։ Սովորել է գյուղի թիվ 1 դպրոցում, կրտսեր և միջին օղակներում սովորել է գերազանց գնահատականներով, ավագ օղակում եղել է հարվածային։ Բոլորի հանդեպ շատ մեծ հարգանք ուներ։ Ընկերություն անում էր բոլորի հետ, բայց մտերիմ ընկերները երկուսն էին՝ իրենց բակի Դավիթն ու Արմանը։ Սիրած աղջիկ է ունեցել, իր նման կապուտաչյա ու շիկահեր։ Մայրիկին ասել է. «Այնպիսի աղջիկ եմ ընտրել, որ քեզ դուր գա, չէ որ դու ինձ շատ ես հավանում»։ Դե նա էլ ինձ է նման։ Զբաղվել է սպորտով, 15 տարեկանից հաճախել է ծանրամարտի, գյուղի դպրոցում խմբակ էր գործում։ Զբաղվել է 2 տարի հետո արդեն տանն իր համար ամեն հարմարություն ստեղծել էր։ Շատ ուժեղ էր մենամարտում։ Դպրոցն ավարտելով 2015 թվականին հուլիսի 8-ին զորակոչվել է բանակ, նախ Արմավիրի ուսումնական զորամաս, իսկ 6 ամիս անց Արցախ մատաղիս։ Տանկիստ էր, նշանառու օպերատոր, շատ ընկերասեր էր, երբեք չէր դժգոհել ծառայությունից, միշտ գոհ է եղել։ Եղբայրը Արծրունն ասում է. «Փոքրուց շատ խելոք էր, անգամ լացի ձայնը չէինք լսում։ Դնում էինք հողի վրա, մենք հողամասում գործ անում, ինքն իր համար խաղում էր։ Երբ մի քիչ մեծացավ, ասում էինք էդքան խելոք մի լինի, ասում էր հետո կիմանաք ինչ տղա եմ դառնալու։ Ու դարձավ։ Այո, հերոս ջան, դեռ հետո պիտի լսեինք քո մասին և ազգովի հպարտանայինք քեզանով։ Ապրիլյան պատերազմի ժամանակ հազիվ 3 ամիս կլիներ, որ Արմավիրի ուսումնական զորամասից տեղափոխվել էր Արցախ, մատաղից։ Վերջին անգամ խոսել է քրոջ հետ մարտի 30-ին։ Երկար են խոսել, մոտ 1 ժամ։ Քույրն ասում է, որ անընդհատ ծիծաղում էր, իսկ վերջում ասել է. «Էլ չեմ կարող զանգել, գնում եմ զորավարժությունների»։ Ու նրա այդքան ցանկալի ձայնն այլևս չլսեցին։ Հարազատների համար մնաց հույժ իրենց ամբողջ կյանքում։ Ծնողները մի քանի ամսով գնացել էին արտերկիր ավագ որդու մոտ, բայց մոր սիրտն ինչ-որ բան կանխազգացել էր և ամուսնու հետ վերադարձել էին, սակայն այդպես էլ չտեսան իրենց զինվոր որդուն։ Պատերազմի լուրը հայրն իմացել է գյուղամիջում և շտապել տուն, որ տանեցիներին հանգստացնի, մինչև մի կոնկրետ բան իմանան։ Տանը կինն արդեն իմացել էր ու նրան տեսնելով տագնապած ասել, որ գնա վայենկոմատ տղայից մի լուր իմանա, քանզի զանգում էին, բայց Դավիթն անհասանելի էր, իսկ նա թալիշում է եղել, առաջնագծում, հրամանատարի ու մեխանիկ վարորդի հետ իրենց տանկով կռվել են արիաբար, թշնամու դեմ են դուրս եկել քաջաբար և նույն հզոր ոգով էլ տանկի ողջ անձնակազմով զոհվել են ապրիլի 4-ին։ Փառք մեր անձնվեր քաջի և նրա ընկերների հիշատակին,
Մայրը ներքին բնազդով զգացել է որդու զոհվելը, երբ արտերկրում ավագ տղայի մոտ էին, երազ է տեսել, Դավիթը պառկած, իսկ վրան ամբողջովին մինչև ճակատը փակված սև շորով, հետո էլ մեկ ուրիշ անգամ աղավնին է եկել խփել պատուհանին, դա կրկնվել է մի քանի անգամ, ասում են, աղավնին բարության և խաղաղության խորհրդանիշ է, ասում են, այն լուր է, բարի լուր, քանի որ աղավնին ինքը բարության խորհրդանիշ է, բայց արի ու տես, այս անգամ վատ լուր բերեց, խաղաղության խորհրդանիշը, դե եկ ու հնամյա հավատալիքին հավատա, ինչպես հավատալ, երբ փաստն է խոսում ու այն առավել քան խոսուն է, ապա երբ վերադարձել են Հայաստան, հենց զոհվելու օրը և այդ նույն պահին, երբ հեռվում Դավիթը զոհվել է, մայրը տանը վատ է զգացել, շունչն է կտրվել, անգամ հերոսի հայրն ուզեցել է կնոջ համար շտապօգնություն կանչել, բայց տիկին Մարինեն հրաժարվել է, Դավիթը նպատակներ ուներ, երազում էր ծառայությունից հետո գնալ եղբայրների մոտ, կամ արտերկիր, ու մեծ եղբայրն էր, կամ Ռուսաստան, որտեղ միջնեկ եղբայրն էր, բայց ահա ինքը հավետ կապեց եղբայրներին հայոց հողի հետ իր հավերժանալով, զոհվելուց մի քանի օր առաջ ասել էր, ապրենք հաղթողի հպարտությամբ, հաղթողի հպարտությամբ էլ հավերժի ճամփորդ դարձար, հերոս ջան, խոնարհվում եմ քո հաղթող հպարտության առջև, Զոլաքարի բնաշխարհը քարացել էր, քանզի Դավիթն իր ծոցում մեծացած զավակներից այն երկրորդն էր, որ հավերժի ճամփով գնաց հանուն հայրենիքի, իսկ առաջինը Գագիկ Սուրիկի Մելքոնյանն էր, որ ստիպեց ամբողջ գյուղին դառնալ սգավոր։ Ընդամենն անցել էր մի քանի օր, ու արդեն գյուղը սև էր հագել երկրորդ անգամ։ Մեր հերոսը հետմահու պարգևատրվել է Արցախի մարտական ծառայություն և Հայաստանի Հանրապետության հայրենիքի պաշտպանության համար ու արիության մեդալներով։ Նրա անունով կա դասասենյակ գյուղի դպրոցում, որը հենց նրա դպրոցական տարիների դասարանն է եղել, իսկ գյուղի մեջ տեղադրված է խաչքար, որը նվիրված է նրա ու նույն օրերին հերոսաբար զոհված Գագիկ Մելքոնյանի հիշատակին։ Փառք և խոնարհում մեր հերոսների հիշատակին։